Իրան-Իսրայել առճակատումը չի հանգուցալուծվում արդեն որերորդ օրն է եւ վերջին օրերի ընթացքում փոխադարձ հարվածներ են եղել երկու կողմերից էլ։ Կխնդրեի ներկայացնել ինչ իրավիճակ է այս պահին եւ առհասարակ ինչ փուլում է պատերազմը։ Պատերազմը, որ ասենք, վերջին շաբթվա անցյալ ուրբաթ, որ սկսավ արդեն արտվա ժամի 3-ին, ահազանգ ստացանք ամբողջ Իսրայելի ժողովուրդը, այսինքն, եւ որ պատերազմը սկսած է, որ ժողովուրդը արդյունը լա դեղեկացված լա։ Պետք է նկատի ունենալ, որ այս պատերազմը հանգրվան մնե։ Իրական պատերազմը սկսավ 1.5 տարի առաջ Գազայի մեջ եղած այդ պատերազմով, այսինքն շարունակությունն է այդտեղ հոկտեմբեր 7-ի սկսած պատերազմը, որը Համասը, Պաղեստինյան Համասը սկսավ ներթափանցեց Գազայից դեպի Իսրայել եւ այնտեղ սկսավ արդեն պատերազմական այս գործողությունները։ Այսինքն կարծեմ Իրան-Իսրայել հագամարտություն այս պատերազմը որ կա, կարծեմ վերջին սցենարն է, այսինքն վերջին արարն է այս ամբողջ սկսված պատերազմին, որի արդյունքները դերակավին հայտնի չէ, ինչ կասություն կրնա բերել, սպասողական վիճակ ենք, այսինքն մենք որ Իսրայել Երուսաղեմի մեջ ագանադես կլանք այս բոլոր եղած պատերազմներուն, այսինքն եւ սպասողական վիճակ ենք այսօր Երուսաղեմի մեջ, ասենք ընդհանրապես 1.5 տարվա այս բոլոր պատերազմական շրջանին Երուսաղեմ 5 քաղաքը մանավանդ ասենք հանդարտ վիճակ ենք, բայց մտահոգ ենք, ընդհանրապես մտահոգ ենք, որտեղ ոչ միայն Երուսաղեմի մեջ մենք մեր քաղուտ ունենք Հայֆայի շրջանները ավելի հյուսիսը, Գետրոնը, Թել Ավիվի շրջան, Պետախ Տիկվա մանավանդ եւ ամեն այդ դերերը որ ռումպերը որ գինա որ գլսեք այս վերջին շաբաթներում Բաթյամը լա, Խոլոնը լա, բոլոր դերերը կան հայ ընտանիքներ որ գաբրին այնտեղը եւ պարկ աստծո մինչեւ օրս ոմեկ նորմալական վնաս չի գա այդ հայերու շրջանակներում այսինքն Առանձնատուկ ուշադրություն ուզում եի դարձնել նաև հայ համայնքին, մարդիկ խոճապի մեջ են, ինչ տրամադրվածություն ունեն առհասարակ պատերազմի հետ կապված։ Պատերազմի հետ խոճապ չի գա, ասեմ, ոչ ռեգան, ոչ արաբական, ոչ հայկական, ոչ մեկը արդեն խոճապ չի գա այս ժողովրդի մոտ, հանդարտ վիճակ է, բայց անցյալ ուրբաթ օրվանից որ այս ասենք 1.5 տարի է նորմալ կյանք կշարունակվեր, այսինքն Երուսաղեմը լա, Թել Ավիվը լա, ամբողջ շրջանները նորմալ կյանքը կշարունակվեր, հակառակ որ պատերազմը էր սկիզբներ մի քիչ դժվար էր գացությունը, բայց վերջը արդեն ավելի հանդարտ էր ամբողջ շրջանները, բայց այս վերջին շաբաթը, որ Իրանի պատերազմն էր, բավականին դարբեր իրավիճակ ստեղծեց, ավելի վտանգավոր, ավելի լուրջ, բայց ասեմ խոճապ չի գա, աշխատադեղիները արդեն ուրբաթ օրվանից, որ սկսավ, աշխատադեղիները փակ էին ամբողջությամբ, դպրոցները փակ են մինչև այսօր, եւ միան սնունդի գետրոնները ասենք բաց են, բժշկական գետրոնները բաց են Իսրայելի ամբողջ տարածքին, այսինքն եւ երթևեկությունը ազատ է, public transport բասերը ընդհանրապես ավելի քիչ դարողությամբ գործարկեն եւ ամեն օր փոփոխական է, այսինքն վիճակը մեկ ժամեն մյուսը չի բռներ, այսինքն գտնա շատ մեծ փոփոխություններ լալ, ինչպես որ այսօր եղավ, երեք որտեղ արդեն ներքին ապահովական ուժերը արդեն հայտարարեցին, որ գտնան ժողովուրդը իրենց գործին նորմալ երթալ, եթե ապաստարաններ կա այդ գործի շրջանակներում, ոչ դպրոցները, գործի դեղերը, բայց այսօր առավոտյան տեսանք արդեն 30-ից ավելի հրթիռներ արձակվեցան Իրանից Իսրայել, բավականին մեծ վնաս, մարմնական 200-ից ավելի վիրավորներ, հարավի մասը ասենք գետրոնական հիվանդանոցը ռմբակոծվեցավ եւ գրնա որոշ եկող ժամերուն ամբողջ այս գացությունը փոխվի, այսինքն իդ գրնան ժողովրդին ասել, որ իդ դուներ վերադարձեք ապաստարաններ մոտ սպասեցեք, առայժմ այս է գացությունը։ Իսկ ձեզ հետագային զարգացումների կարող ենք սպասել։ Իրականությունը հայտնի չէ, այսինքն մի կես ժամ առաջ արտաքին պաշտպանության նախարարը, ասենք պաշտպանության նախարարը կացը արդեն սպառնալիք կարտած Խամենեի ցանկին, սա պետք է այս մարդուն վերացնել, որոշ բաներով իրենց
նպատակներից է ասենք վարչագարկը փոխելու գրոնական իսլամական վարչագարկը փոխելու Իրանի մեջ այստեղ այնտեղ որոշ բաներ գլուսեն բան գլան բայց ժամանակի հարցը թե վերջին արդյունքը ինչ վիդելա մենք ուղես դարարաչ որ Համասը Գազայի մեջ սկսան պատերազմը իրենց նպատակները ոչնչացնել Համաս եւ միջև այսօր կտեսնենք այդպիսի բան դակավին կետնի վրա չէ իրականացված այսինքն այդ նպատակներն գարձես յետարց արձանագրած է Իսրայել այսօր ինչ որ գլստենք Իրանի հասցեին ասենք որոշ մեծ ասենք նպատակներ դրած են բարձրապես գնա այդ նպատակները զիջիլ այսօր եկող օրերուն այսինքն պատերազմեն յետքը ինչ պիտի լավ վիճակի մասին է որ այսօր կխոսեն ինչ որ մենք այս դարի առաջ կխոսեին գազդայի մասին եւ միջև այսօր կխոսում է այդ կասության մասին այսինքն որ մեկը չի գնալ հաստատ 100%-ով որ մեկ իրականությունը սել այսինքն Պարոն Սևան, այս հակամարտությունը սպառնալիք է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ինչ խնդիրներ կարող է ունենալ տվյալ իրավիճակը Հայաստանի համար, եթե բախումները չդադարեն։ Իրականություն Հայաստանի համար վտանգը սկսած էր արդեն 18-ին, 19-ի շրջանին այսինքն այդպիսի բանով եւ 20-ին արդեն հայտնի եղավ թե դեպի ուր գերտանք այսինքն ես միշտ կսեմ այդ Գազայի ներխուժումը որ եղավ անմիջապես կապված էր Արցախով թարգմանված այսինքն Արցախով սկսավ այս ամբողջ միջին արևելքի բادرազմը Արցախով գնանքսել սկսավ եւ այսօր արդյունքները որ գտեսնենք Արցախներ սկիզբը երկրորդը Գազան է եւ վերջին տասնամյակներում որ գտեսնենք Իրան եւ Իրան Իսրայել ասագամարտությունը ճշնամական հագամարտությունը ասենք միան իրար թեմ այդ հագամարտությունը կար, բայց արաբական երկիրներն էին, որ կվճարեին այդ քինը, այսինքն չգա այսօր Իրաքը, այդ զորը Իրաքը, Սուրիան չգա, Լիբանանը բարակդված, այսինքն այդ երկու երկիրներում իջև բոլոր երկիրները գրեթե այսօր փլած, այսինքն վիճակի մեջ են, այսինքն բարակդված դգար երկիրներ եղած են եւ այսօր վերջին բանն է կգարձեմ սցենարը ասենք թե վերջին արարն է որ այսօր Իսրայել Իրան հագամարտությունը ինչ հանգուցալ լուզումի պիտի կա իսկ եթե Իրանի դգարացումով վստահաբար այսինքն պատերազմը այսօր Հայաստանի դրացի երկրի բարեկամ երկրի մոդ որ գտնա շատ մեծ բացասական ասենք աստեցություն ունենալ Հայաստանի վրա տնտեսապես քաղաքական եւ ռազմական ասենք մենք ճիշտ ինչպես որ գսենք Իսրայել ժամանակին միշտ թշնամի երկիրներով բան է բաշարված էր նույն Հայաստանը այսինքն մի կողմից Թուրքիան մի կողմից Ադրբեջանը որչափ Հայաստան խոսի խաղաղության մասին Իսրայել ասենք 48-ը խոսին խաղաղության մասին 67 եղավ 73 եղավ 80-ականներուն լիբանանյան պատերազմներն էին 90-ականներուն խաղաղության Օսլոները եղան այսինքն թեթևը միջև այսօր Իսրայելը խոսի խաղաղության մասին ուժի թիրքերը խոսի անորոմար ոչ մեկը չի ամարցագիր Իսրայելի գոյութենական բանը չնչել այսինքն գոյությունեն բանանել վերջացնել այսինքն Իսրայելը այսօր Հայաստան դգար ասենք վիճակի մեջ է այսօր ասենք միջազգային բեմի վրա Հայաստանի հաշիվը ռացիոնին այսինքն եւ Թուրքիա եւ Ադրբեջան ասենք երկու կողմեր են գրան շատ բարձ ծավով ասենք պատերազմ հայտարարել չէ առանց հայտարարելու արդեն գրան շատ վատ ծավով վերջացնել մեր հարցնալ ասենք այդ ծավով որը գրնա Հայաստանի համար շատ բացասական արդյունքներ մեջտեղ բերել